ձևավորվել է պատերազմի եռագլուխ կուսակցություն, եւ այդ կուսակցության նպատակը հիմա արդեն նրանք ուղիղ չեն ասում, բայց անուղղակի կամաց քայլ Ղարաբաղյան շարժումը վերականգնելն է, այսինքն կոնֆլիկտը վերականգնելն է, այսինքն պատերազմը վերականգնելն է, որովհետեւ մենք պետք է շատ հստակ լինի 1991 թվականից սկսած ըստ էության մենք մինչև 2024 թվականը փաստացի մենք խաղաղություն երբեք չենք ունեցել պատերազմը եղել է միշտ եւ դրա վկայությունն է այն որ ամեն տարի զոհ է եղել սահմանին ամեն տարի զոհ է եղել սահմանին խաղաղություն է նա երբ որ զոհ չկա սահմանին վիրավոր չկա սահմանին ես նկատի ունեմ մենք ունեցել ենք պատերազմ տարբեր ինտենսիվությամբ որովհետև եթե մարդիկ են զոհվում դա պատերազմ է պատերազմի ինտենսիվությունը բոլորովին ուրիշ բան է իսկ մենք պատերազմ ունեցել ենք որովհետև եղել է Ղարաբաղի կոնֆլիկտը եղել է Ղարաբաղի շարժումը խաղաղության եւ անվտանգության հետ անհամատեղելի են եղել եւ մենք մեծ հաշիվ ենք տվել ասել ենք լավ ինչի մեջ է մեր ընտրությունը եւ մենք ընտրություն ենք կատարել հոգուտ անվտանգության հոգուտ խաղաղության եւ մենք այսօր ունենք անվտանգություն ունենք խաղաղություն բայց մարդիկ ուզում են կամանց Կարդում եմ նախորդ օրը, որ էլի պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները այդ քարտեզներով են հանդես գալիս, հրապարակումներով են հանդես գալիս, եւ ինչպես հիմիջարից ասեմ, Ղարաբաղի կոնֆլիկտն էլ սկսվել է շատ անմեղ հումանիտար հարցերից։ Հիմա վերադարձի իրավունք։ Ղարաբաղ վերադարձի իրավունք։ Ադրբեջանը դրան կհակադրի ձեզ հայտնի թեմաները։ Եվ այդ կետի վրա կսկսի եռալ եւ կդառնա կոնֆլիկտ։ Մենք ասում ենք այդ թեմաները երկկողմ պետքա փակվեն։ Եվ սա իրատեսական եւ լեգիտիմ մոտեցում է միջազգային իրավունքի տեսակետից։ Եվ սա է մոտեցումը, որ երաշխավորում է խաղաղության։